Ժողովուրդ ջան, Սուրանկյան նախորդ հողարկումներից մեկում հույս հայտնեցի, որ Մավան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թվով այդ շաբաթը վերջին սև շաբաթը կլինի ու բոլորը դաս կքաղեն սահմռկեցուցիչ այդ կադրերից։ Ավաղ կրկին հուսախաբ եղանք։ Միայն հոկտեմբերի 6-ին ունեցանք 4 մահ, իսկ դրանից հետո անհետ պատահարների արդյունքում կրկին զոհեր։ Հիմնական պատճառներն են համարվում իրար չզիջելը եւ մայրաքաղաքից դուրս նախազգուշացնող ցուցանակների բացակայությունը, ինչը մարզային իշխանությունների անգործության հետևանքն է։ Խանջյան փողոցի վրա հոկտեմբերի 8-ին 37 թիվն էր իջել։ Նույնիսկ փողոցի բնակիչները կատակում էին, թե Ստալինի մումիան էր շրջում փողոցում։ Հենց առավոտ կանուխ արևածագին վերին Շենգավիթի բնակիչ 34-ամյա Զոհրաբ Հովհաննիսյանը Մերսեդեսով Խանջյան փողոցում հարվածում է Մայթիեզրին կայանված Արմինե Խաչատրյանի Grand Cherokee-ին, որից հետո բախվում 37 շենքի պատին։ Պատին հագնելու ձանից արտանում է ամբողջ շենքը, ասես աքաղաղներ կանչել։ Մինչ փրկարարների ժամանումը քաղաքացիները մեքենայից դուրս բերեցին վարորդին, որին էլ շտաբօգնությունը տեղափոխեց հիվանդանոց, որտեղ էլ մահացավ։ Վթարված Մերսեդեսում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հայտնաբերեցին հրազեն եւ բեյսբոլի բիտար, իսկ երբ ավտոմեքենայում հայտնաբերվեց տաքսու նշան, միանգամից հավաքվածները առաջ քաշեցին իրենց վարկածը, թե հաստատ աչքը կպելա։ Այս դեպքում նույնպես որոշ ականատեսներ քթները խոթել եւ խանգարում էին քննիչների աշխատանքին։ Միայն ճանապարհային ոստիկանության աշխատակիցների շնորհիվ վթարի վայրը հետաքրքրասերներից մաքրվեց, ինչից հետո փրկարարները կարողացան անցնել աշխատանքի։ Թողեք փրկարարներն ազատ աշխատեն։ Նույն Խանջյան փողոցում հերթական վթարի ականատեսը եղանք Արևամուտին։ Կոտայքի մարզի բնակիչ 5-րդ դասի BMW-ի երիտասարդ վարորդը իրեն զգալով ձուկը ջրում ֆուտբոլի ֆեդերացիայի դիմաց վթարային գոլ խփեց։ Ասա այ ախպեր, հոդու բլոխինը չես, որ դասավի դարպասն էիր ուզում մտնել։ Հանգիստ քո համար քշեիր, որ իզուր տեղը 4 ժամից ավել Խանջյան փողոցը քո պատճառով կաթվածահար չլիներ։ Էս մեր կիսասափրագլուխը բախվում է Մերսեդեսին ու երկուսով հայտնվում են ֆուտբոլի ֆեդերացիայի շեմին։ Հավաքվածներ անգամ կատակում են։ Լավ, այս վթարը մի քանի օր անց չեղավ, թե չէ իտալացիների մոտ խայտարակ կլինենք։ Ու այս BMW-ն նենց էր դոմփել, որ 5 հոգի տեղափոխվեցին հիվանդանոց։ 5-ն էլ ջահելներ։ Իսկ հավաքվածներն էլ ասում էին, թե BMW-ից բն մնաց։ Երբ համապետական ընտրություններ են սպասվում, թեկնածուները ողջ մայրուղին Եղևնու նման զարդարում են իրենց մեծադիր նկարներով։ Անգամ պաստառներ են փակցում այն վայրերում, որտեղ կառավարության հաստատած որոշումներով պետք է տեղադրված լինեին երթևեկության կարգավորող ցուցանակներ։ Դրանց արկայության դեպքում վարորդները կկողմնորոշվեն, ինչն էլ կնվազեցնի ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։ Դեռ ԽՍՀՄ տարիներին եղել են նաև խոշոր եղջերավոր անասունների հայտնվելու մասին ազդարարող ցուցանակներ։ Ներկայումս ոչ մի նման ցուցանակ չես տեսնի։ Դեպքը, որ կներկայացնենք քիչ անց, լցրեց մեր համբերության բաժակը։ Մարզային հարգելի չինովնիկներ, կառավարությունը սուղ միջոցներից գումարներ է հատկացնում ցուցանակների համար, բայց սայլը տեղից չի շարժվում։ Խոստանում ենք, 1 ամիս անց, եթե ցուցանակները տեղում չլինեն, մեր արխիվում ձեր լուսանկարները տարբեր պրոֆիլներով փակցնելու ենք մայրուղիներում, որ վարորդները զգուշանան ու չկասկածեք, պատահարները կքչանան։ Իսկ հիմա ցավալի դեպքի մասին։ Հոկտեմբերի 8-ի Նավթամար կղզու մոտ Նիվայի վարորդը բախվում է միջպետական ճանապարհին հայտնված ցլիկին, դուրս գալիս հանդիպակաց գոտի ու բախվում Մերսեդեսին։ Նիվայի վարորդն ու ուղևորը տեղում մահանում են։ Մինչ քաղաքացիները փրկարանների ու ոստիկանների օգնությամբ մահացածներին ու վիրավորներին դուրս կբերեն մեքենաներից, մեկ այլ մեքենա բախվում է սատկած ցլիկին։ Արդյունքում 2 զոհ, 3 վիրավոր ու տեղական չինովնիկների ցլիկի տիրոջ հասցեին արդարացի մեղադրանքներ։ Այն մարտեսին շաբաթ էր, դարել է Տավուշի ու Գեղարքունիքի մարզերից լուր տվող փոստատար։ Հոկտեմբերի 6-ին առավոտ կանուխ հերթական ողբերգական ավտովթարի հետքերն էին նկարում։ Օպելի վարորդը Իջևան-Բերդ ավտոճանապարհի Այգեովի գյուղի հատվածում դուրս է գալիս հանդիպակաց գոտի եւ բախվում զրովեցին։ Զրովեցի վարորդը տեղում մահացավ։ 7 հոգի, այդ թվում օպելի վարորդը, տեղափոխվեցին հիվանդանոց։ Օպելի մեջ հայտնաբերվեց նաև օղու բացած շիշ իր թաշախուստով, ու հիմա քնչական մարմինը պետք է պարզի վարորդի խմացության աստիճանը, տեսարանը դաժան էր։ Երբ ոստիկանները փորձում էին վթարված մեքենաները տեղափոխեն, մահացածի կնոջն ու հարազատներին մեծ դժվարությամբ հեռացրեցին վթարի վայրից։ Ի դեպ վթարի վայրը ոլորան էր ու նույնպես բացակայում էր համապատասխան ցուցանակը։ Նույն օրը մահվան ելքով մեկ այլ ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում։ 2 երեխաների հայր, գործարար 38-ամյա Գարեգին Խաչատրյանը ժամը 13-ի սահմաններում Ծովագյուղ Դրախտիկ ճանապարհին կրկին դուրս է գալիս հանդիպակաց գոտի, բախվում ժայռաբեկորներին
ու գնացքի գծերին եւ գլխի վրա շրջվում։ Երիտասարդը դուրս էր շպրտվել մեքենայից ու մահացել։ Դարձյալ դաժան տեսարան։ Հավաքվածները պատմում էին, որ ճակատագրի հեգնանքով Գարեգինը Սևան քաղաքում ուներ սգող սերվիս ու ասում, որ շատերին է ձեռք մեկնել, մասնավորապես զեղչով ու ապառիկ տրամադրելով համապատասխան պարագաները։ Այս անգամ Սևանի եւ Ճամբարակի շտաբօգնության բրիգադները ժամանակին հասան, իսկ փրկարարները 1 ժամից ավել աշխատելով կարողացան հատուկ ճոպանի եւ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան ուղղել։ Հոկտեմբերի 10-ին ընկերը զանգեց, թե բանվորի արձանից դեպի լյոթչիկների ուսումնական հաստատություն տանող ճանապարհը փակ է։ Հաստատ խոշոր ավտովթար է, իրոք որ խոշոր էր։ Իրար էին բախվել Դեյվուն, Մերսեդեսն ու Կամազը։ Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով կարողացան մահացած վարորդին դուրս բերել Դեյվուի միջից, իսկ մինչ այդ մահացածի մոտ կքանստել էր ոստիկանության ակադեմիայում սովորող նրա որդին։ Մեքենայից դին հանելուց հետո ժամանեցին սաման տաքսի ծառայության տերերը, որոնց էլ պատկանում էր վթարված մեքենան։ Մինչ տերերը իրար մեջ խոսում էին, թե ինքը միշտ արագ էր վարում, հավաքվածները այլ բան էին ասում։ Բոլոր տաքսի ծառայություններում էլ նույն բարձի թող վիճակն է։ Վարորդներին աշխատացնում են ստրուկի նման, որ ինչա իրանց պլանը տան։ Իդեպ, միայն այս տարի տաքսիների մասնակցությամբ տեղի ունեցած վթարի 200-ից ավելի դեպք եմ նկարել։ Ժամանակն է, որպեսզի պատկան մարմինները լուրջ քայլեր ձեռնարկեն տաքսի ծառայություններում տիրող նման երևույթների դեմն առնելու համար։ Հիմա, որ նորից պատմեմ Չախոյանների գլուխ գործոցներից, կասեն Շամշյանը ընկել է մեր հետևից, բայց իրականում իրենց հետևից են ընկնում։ Այ մարդ, այս Չախոյանները Երևանում տեսան, որ իրենց անօրինական քայլերը չախվում են իրավապանների կողմից, գնացին մարզերում գաստրոլ տան, չմտածելով, որ ինստինկտյան այնտեղ էլ ոստիկանները պոստում քնած չեն։ Կիրակի օրը Չախոյան նվերի ազգականը X6-ով նվեր էր անում գայի տղերքին։ Չարենցավանից մինչև Երևան ոտը դրած գազին, գազն էլ ուղեղին անջատված չէր ենթարկում ճանապարհային ոստիկանության կանգառ հրահանգին։ Այլ ելք չունենալով ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանը օպերատիվ կառավարման կենտրոնի միջոցով հրահանգներ է տալիս առաջին սպայական գումարտակին ու արդեն Նալբանդյան փողոցում Չախոյանի ազգական Լյութոյի տղա Սամվելի X6-ը կալմեջ են անում, բայց վարորդին հաջողվում է փախնել, բայց դե ինչպես ասում են կատվի խաղը մկան մահը։ Հաջորդ օրը Լյութոյի տղեն գլխի կոր խոնար հարսի նման ներկայանում է ոստիկանություն ու նորից չախված վիճակում հայտնվում գայի պլաշատկում։ Լրագրողական գործունեությանս ընթացքում տեսել էի ձնաբքի տակից խամերներով տրաքած ժիգուլուներ դուրս բերել, Մոսկովիչով կով տեղափոխել, բայց որ ականատես կլիներ ծիծակ 009 DD 09 համարներով X6-ի ոսկե երիտասարդը իր ընկերու հետ կփրկի ուշագնաց վիճակում գետնին ընկած մեկ այլ երիտասարդի կյանք ինձ ու հավաքվածներին շատ ուրախացրեց։ Երիտասարդը երկչույի Լուլուի մեքենայից վայր է ընկնում, ու մինչ երկչույին կխառնվեր իրար, X6-ի վարորդն ու ուղևորուհին օգնություն են ցուցաբերում։ Ինձ էլ այլ բան չէր մնում, քան զանգել գայի օպերատիվ կառավարման կենտրոն, որոնք էլ ուղարկեցին շտաբօգնության բրիգադը։ Լավ էր, գոնե այս անգամ ամեն ինչ կարճ տևեց, բոլոր ծառայությունները բարձունքի վրա էին։ Երկչույի ուղևորը տեղափոխվեց հիվանդանոց, որն ի դեպ մինչև կոկոնը լավ տրաքած է եղել։ Էլ ինչ ասեմ, կադրերը կխոսեն իմ փոխարեն, ու հուսանք, որ այս կադրից հետո ոսկե երիտասարդների միջև մրցակցություն կսկսվի բարի գործեր անելու առումով։ Մենք էլ մեր հերթին մեծ հաճույքով կլուսաբանենք։ Էստի մեքենան է, հանդարտ չփորձ կարել։ Անցենյան կյանքդ մի պատմի։ Կյանքդ որ պատմում տխուր։ Նայ քու համար տխուր չէ։ Նայ քու համար տխուր չլինի ասի։ Դու էր մնաց է պակաս։ Տեսակ չէ ժողովուրդ ջան, երբեմն որոշ անուղեղներ անկապ խոսում են, թե միայն ներկայացնում ենք պետական չինովնիկների եւ օլիգարխների գոլդ համարներով ոսկե երիտասարդների կատարած օրինախախտումները։ Իմացեք, սովորական մարդիկ երբ փողոցում տեսնում են, ասում են, որ նույնիսկ քիչ են անդրադառնում, բայց ինչպես տեղեկացակ տեսանյութից, բացի նշածս դեպքերից ներկայացնում ենք նաև նույն ծիծակ տղերքի բարոյականության սահմաններում տեղավորվող քայլերը, եւ ինչքան էլ աբիժնիկների նման վայրահաճեք, միևնույն է, մենք հաստատուն քայլերով առաջ ենք շարժվելու։ Գագիկ Շամշյան, Սուրանկյուն։